Հայաստանում ուզում են տպավորություն ստեղծել, որ կա խաղաղություն թե պատերազմ բանավեճ։ Հայաստանում խաղաղություն ու պատերազմ բանավեճ չկա։ Երկրորդ կողմը այդ բանավեճի չկա։ Չկա կողմ, որ ասում է պատերազմ։ Խնդիրը ստեղ այլ հարց է։ Նախ, առաջինը ինչը պետք է անել, որ ասում ես ոնց պիտի դիմագրավենք դրան։ ՔՊ-ն 21 թվականին ներկայացրել է պլատֆորմ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա։ Մնացած քանի դպրոց կսարքեն եւ այլ չեմ ասում։ Հիմա ներկայացնում է պլատֆորմ խաղաղության։ Այն պլատֆորմը արել է, որ ես մեկը անի։ Այն պլատֆորմի քանի տոկոսն արել, որ ես մի պլատֆորմը, խաղաղության պլատֆորմը առաջինը անի։ Առաջինը դիսկրեդիտացնել իրենց պլատֆորմը։ Իրենք ոչինչ չեն արել իրենց խոստումներից, նույնն էլ հիմա ինչ-որ խոստումը տալիս է։ Երկրորդ բանը, Հայաստանը վերջին անգամ, ոչ միայն Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ ասում է պատերազմ։ Հայաստանը վերջին անգամ պատերազմ երբ է սանձազերծել, ընկերներ ջան։ Տիգրան Մեծի ժամանակ երբ ենք մենք պատերազմ ընդհանրապես հայտարարել։ Հայաստանում չկա ուժ, որ ասում է պատերազմ, բայց Հայաստանում կա ուժ ու դաշնակցություն առաջին, որ ասում է, եթե քո վրա հարձակվում են, պիտի պաշտպանվես։ Իսկ ինչ է իրանց առաջարկը։ Այսինքն որ տունդ մտնում է, սպառնում են քեզ մորթը, ինչ պիտի անես, ձեռքերդ վերև բարձրացնես, մենք դա երբեք չենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք շատ պարզ պաշտպանվել։ Ու դա է խաղաղության հիմքը։ Եթե այս բանը պաշտպանվելը հիմա պիտի ներկայացնեմ որպես ռազմատենչություն, այդտեղ մեկ ավելի շատ ասելիք բան են, լավ ինչքան պիտի զիջենք, չէ որտեղ պիտի զիջենք, չէ որ տոնը պիտի չնշենք, որ հանկարծ այլևս չջղայնանա։ Ու ամենակարևորը, եթե այդ մեր գործողություններից այլևս ջղայնանալը կախված, այսինքն Արցախը տան, որ հանգիստ ապրենք, բա հիմա ինչ գործ ունեն Հայաստանում, Հայաստանի սահմանությունը չի բանում, այսինքն իրանք 7 տարի ապացուցեցին, որ այն քաղաքականությունը, որով իրենք որդեգրել են, դա է բերում պատերազմ հարձակում ու նոր պահանջներ։ Այսինքն դու քո տարիքիցների հետ որ խոսես, կարես ասես, լավ դա փորձել ենք 7 տարի, դա բերել է ավելի վատ վիճակ, քո տունը հիմա չկա, քո նկատունը, չես ուզում ունես տունի, որ դիմացին դեռ չլինի։ Ուրեմն ուրիշ բան պիտի փորձենք, անունները անել 10-րդ տարի նույն բանը այլ արդյունքի սպասել։ Այսինքն այն ճանապարհը, որը իրենք առաջարկեն, ապացուցված մեզ վեր է հասցրել այնտեղ, որ մենք հիմա սահմանադրությամբ փոխելու հարկադրանքի տակ ենք։ Եթե շարունակենք, կբերի կհանգեցնի այնտեղ, որտեղ Արցախում ենք, այսինքն գերեզմանային խաղաղության։ Արևմտյան Հայաստանում էլ է հիմա խաղաղ, Արցախում էլ խաղաղ է, առանց հայերի։ Մենք ուզում ենք հայերը ապրեն Հայաստանում, դրա համար առաջարկում պաշտպանվածություն, այսինքն առաջին քայլը բացատրել, որ այն ճանապարհը, որ մեզ առաջարկում են գերեզման է տանում, երկրորդը, որ եթե այլ արդյունք ենք սպասում, պիտի անենք այն, ինչը, այսինքն ուրիշ բան պիտի անենք, քան մեզ առաջարկում են, պաշտպանվենք, հոգանք մեր պաշտպանվածության մասին, դա հնարավոր է այո բանակով առաջին հերթին, դաշնակցային հարաբերությունով ու տնտեսությամբ ու դեմոգրաֆիայով նաև, այսինքն այդտեղ բազմակ կողմանի է, մի ֆակտոր չի։ Բայց առաջին տարբերակը սկսվում է մերժել գերեզման տանող ճանապարհը։